Սկսում է հերթական հաղորդումը իրավունք եւ պահանջատիրություն Ամերիկայի Բևեր YouTube-յան հեռուստալիքով։ Մեր հյուրն է այսօր դիվանագետ, պատմաբան, իրավագետ եւ ազգային ժողովրդական խորհրդի անդամ նվիրյալ հայորդի Արա Պապյան։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Ես ամեն անգամ ձեր հետ զրուցելուց ես ինչ-որ մի կերպ ձեզ ներկայացնում եմ, հերթական անգամ ուզում եմ նորից մեկ այլ տեսանկյունից ներկայացնել ձեզ հանրությանը ու սկսեմ մեր հարցերը, շատ ծանր հարցեր ունենք քննարկելու եւ կարող է այսօր մենք խնդրենք, որ մեզ տրամադրվելի եթերը մի փոքր ընդհարցակ լինի։ Եվ սիրելի հանրություն, ասեմ, որ Արա Պապյանը այն դիվանագետն է, քաղաքական գործիչն է առաջիններից, ով, այսինքն առաջին մարդն է, որ կարողացել է Վիլսոնի իրավարար վճիռը փոշու տակից հանել եւ իլուր աշխարհի թափահարել եւ այսօր արդեն գրեթե բոլորը տեղյակ են Վիլսոնի իրավարար վճիռի։ Կապ չունի ինչ պատկերացում ունեն կամ ինչ կարծիք ունեն, բայց խոսվում է այդ մասին եւ դրա միակ այդ հանքափորը, որ հանել է ու մեզ ցույց է տվել, դա Արա Պապյանն է։ Արա Պապյանը այն դիվանագետն է, ով քարորիա պատերազմից հետո, երբ հոպը նվիրեցին ռուսներին կամ համատեղ սարքեցին, տարբերություն չկա, առաջին մարտը որ ասեց հաջորդ պատերազմին, այսինքն լինելու է պատերազմ, խաղաղություն չի լինելու, հաջորդ պատերազմին հոպը չի աշխատելու։ Եվ եղավ հաջորդ պատերազմը 44 օրյա եւ հոպը չաշխատեց։ Արա Պապյանը դա 4 տարի առաջ արդեն ասում էր։ Եվ Արա Պապյանը այն դիվանագետն է, ով ռուս-ուկրաինական պատերազմի հենց առաջին օրերին, երբ որ բոլորը կանխատեսել էին, որ քանի օրից պետք է ավարտվի, նա ասեց, որ եկեք 6 ամիս հետո այդ մասին խոսենք։ Շատ մարդկանց մոտ նույնիսկ սա առաջացավ, որ այդ պատերազմը ոնց կարող է 6 ամիս ձգվի, բայց տեսնում ենք եւ 4-րդ տարին է լրացել։ Արա Պապյանը միակ քաղաքական գործիչն է, որ հասկանում է, որ այս պատերազմը պետք է ձգվի եւ այս պատերազմում պետք է հաղթի Ուկրաինան։ Ես ուզում եմ ասել, որ աշխարհում ամենաճանաչված գուշակն անգամ այս կարգի ճշգրտության գուշակություններ չի արել։ Ճիշտ է, պարոն Պապյանը գուշակ չէ, բայց որպես դիվանագետ ամենախելացին է։ Պարոն Պապյան, շնորհակալ եմ նորից եւ շատ ուրախ եմ, որ մենք մի ընդհանուր գաղափարի եւ նույն թիմի մեջ պայքարում ենք Հայաստանը հիմնովին անկախացնել եւ նույնիսկ ազատագրել, այսօր նոր խնդիր է առաջացել թուրքացման խնդիր։ Եթե առաջ մենք ուզում էինք Արցախը Հայաստան կոչել, Արևմտյան Հայաստանը Հայաստան կոչել, այսօր մի նոր խնդիր է առաջացել, թուրքացման խնդիր կա։ Այսինքն մեր գերխնդիրը ինչ որտեղ արդեն կիսվել է, որովհետև պետք է թուրքացման դեմն առնել, նոր քայլ առաջ գնալ։ Եվ այդ ճանապարհին մենք մեր պայքարի մեթոդը որոշակի ընկալման առումով պատային իրավիճակ է առաջացրել մեր համախոհների շրջանում։ Որպեսզի այդ ընկալման պատային վիճակը ծրվի, ես ուզում եմ ձևակերպել հարց։ Այսօր մենք խոսել ենք մեր ներքաղաքական վիճակից, Իսրայելի հայոց ցեղասպանության եւ առհասարակ նրա գործունեությունից եւ Իրան-Ամերիկա հարաբերություններից, այս 3 թեմաներով խոսել ենք, բայց առաջնայինը Հայաստանի հետ կապված խնդիրներն են։ Եվ այսպես մեկ ներկայացնեմ հարցս ու մի փոքրիկ մեկնաբանեմ, հետո հարցը ձևակերպեմ։ Մենք դեռ տասնյակ տարիներ առաջ դուք Ժիրայր Սեֆիլյանը, Վարժան Ավետիսյանը դուք ասում եք, որ Ռուսաստանը գնալու է։ Մինչև Ուկրաինայի պատերազմը, մինչև 44 օրյա պատերազմը ինչը տեղի ունեցավ։ Եվ եթե ասում ենք եւ ասում ենք, որ եթե Ռուսաստանը տարածաշրջանը լքում է, ինքը ցանկանում է Հայաստանին տեսնել Թուրքիայի հետ եւ ոչ թե Արևմուտքի կամ Ամերիկայի։ Եվ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը եթե ոչ իր կամքով գնում է, բայց իր կամքով ցանկանում է Հայաստանին հանձնել Թուրքիային։ Ես ճիշտ եմ մեկնաբանում։ Այո։ Այո։ Հիմա մեր համախոհների մոտ հարց է առաջացել։ Եթե Ռուսաստանը իր կամքով մեզ հանձնում է Թուրքիային, ինքը պետք է իր գործիքներով, իր քաղաքական թիմերով հանձնի։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը կլինի, Սերժիկ Սարգսյանը կլինի, Սամվել Կարապետյանը կլինի, Լևոն Տեր-Պետրոսյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, տարբերություն չկա։ Ինքը գործիքներով է մեզ հանձնելու։ Ուղղակի ինքը չի գալու մեր վզից բռնի տանի տայադողան, ասի ճա դեր իսպայ աշունը կգամ կտան։ Այդպես չի, այդ մարդկանց միջոցով է անելու։ Հիմա եթե մենք պայքարում ենք այդ թուրքացման դեմ, իսկ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, մյուսները պետք է ռուսի հանձնարարությամբ մեզ տանեն Թուրքիա, որտեղ ռուսն է այդպես ուզում։
մենք դուրս է գալիս Սամվել Կարապետյանի հետ թուրքացման դեմ պայքարը դառնում է արդեն մարդկանց ընկալմամբ անիմաստ, այսինքն դուրս է գալի մենք Սամվել Կարապետյանի հետ պայքարում ենք Սամվել Կարապետյանի դեմ։ Ես ուզում եմ, որ դուք մի փոքր փակագծեր բացեք, դուք ավելի շատ ինֆորմացված եք եւ այս հարցի նրբությանը շատ լավ տիրապետում եք։ Սիրով կսկսեմ լսել ձեզ, այլ չեմ խանել։ Այո, դուք ճիշտ եք եւ մենք ճիշտ ենք տարիներ առաջ կանխատեսելով, որ թուլացող կայսրությունը չի կարող պայել հարավային Կովկասը եւ ստիպված պիտի զիջի, ձգձգելով պիտի զիջի, պիտի փորձի հնարավորինս երկար մնալ, ինչ որ մենք տեսնում ենք, եւ պիտի փորձի այդ զիջման դիմաց առավելագույնը կորզել։ Եվ ըստ էության Արցախի հանձնումը Ադրբեջանին դա գինն է նույն ձեր հիշատակած ուկրաինական պատերազմի դիմաց նրան չեզոքությունը առնելու եւ այլն, այդ ամբողջը կա։ Հիմա այդ գործընթացը շարունակվում է եւ ըստ էության, ինչպես Մոսկվայի պայմանագրի ժամանակ էր 1921-ին, հետո Կարսի եւ երկար տարիներ ռուս-թուրքական համաձայնությամբ այդ ամբողջը գործում ռուսները բացահայտ ասել են բազմիցս, այդ թվում նաեւ նախագահ Պուտինի խոսնակը Պեսկովը, որը թուրքագետ է եւ եղել է Թուրքիայում դիվանագետ, իր տղան էլ այսօր մեծ բիզնես ունի Թուրքիայում, բավականին լավ ճանաչում է այդ ամբողջը, ինքը շատ պարզ ասաց, որ մեզ համար նախընտրելի է, որ հարավային Կովկասը լինի թուրքերի տնօրինման տակ, քան օրինակ Ֆրանսիայի։ Եվ հասկանալի է, որովհետև իրենք իրար մեջ լեզու գտնում են մեկ, արժեքային համակարգով Թուրքիան եւ Ռուսաստանը շատ ավելի իրար մոտ են, մյուս կողմից էլ ինչ որ չափով հույս կա, որ եթե օրինակի համար այդ ժողովուրդները ռուսական լուծը փոխարինեն թուրքական լուծով, կարող է ասեն, չէ, գիտեք, այն մեկը ավելի լավ էր։ Սա ընդհանուր աշխարհական մոտեցում, ավելի լավ է վերադառնանք նախկինին եւ այլն։ Իսկ եթե այսինքն հարավային Կովկասը հայտնվի Ֆրանսիայի կամ Ամերիկայի գերիշխանության ներքո, հաստատ որևէ մեկը ցանկություն չի ունենա վերադառնալու նախկին վիճակի, երնեք չի տա ռուսներին։ Այս պարզ հաշվարկ կա։ Հիմա դուք ձեր հարցի մեջ ասեցիք, որ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլն, ամբողջ սխալը նրանում է ընկալման, որ Սամվել Կարապետյանը դիտարկվում է նույն հարթության վրա, ինչ որ ասեն Քոչարյանը կամ այլոք։ Եվ այստեղ հիմնական, այսինքն, այսպես ասած, մոտեցումը նրանից է, որ Սամվել Կարապետյանը իր փողերն աշխատել է Ռուսաստանում եւ ինքը պիտի, այսպես ասած, անսակարգ ձևով իրականացնի Ռուսաստանի ծրագիրը։ Բայց պիտի լավ հասկանանք, որ Սամվել Կարապետյանը, որը կարողացել է նույն Ռուսաստանում գումարներ աշխատի, հասկանում է, որ Ռուսաստանը ոնց որ ասած իրան տեր չի կարող կանգնել։ Եվ հետևաբար ինքը չի ուզում Ռուբեն Վարդանյանի ճակատագրին արժանանա, հետևաբար ինքը այսպես ասած միանշանակ ռուսական գիժ չի տանելու շատ պարզ պատճառով, որտեվ իր հարստության եթե 52%-ը Ռուսաստանում, ապա 48%-ն էլ արևմուտքում է։ Ռուսաստանում միշտ իրանից կարան խլեն, իսկ արևմուտքի այդ 48%-ը ավելի կարևոր է պայելու համար։ Սա ուղղակի բացատրում եմ այդ մարդկանց փաստարկների ոչ հիմնավոր լինելը, որտեղ հիմնականում այդ փողը կողմից են բացատրում։ Հիմա այո, մենք ասել ենք, որ սա ուզում եմ շեշտել, որոշակի ընդունելի օրակարգի դեպքում, այսինքն համաձայնեցված օրակարգով, մենք պատրաստ ենք համագործակցել Սամվել Կարապետյանի հետ թրքացման դեմ։ Որովհետև այսօր ցավոք սրտի մենք վատի եւ ավելի վատի արժև ենք կանգնած, Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն Հայաստանը տանում է թրքացման, ամեն օր մի ինչ որ քայլ անում, որը մենք բացահայտորեն տեսնում ենք։ Վերջի, այսպես ասած, քայլն էլ այդ ինչ որտեղ դատապարտումներ Իսրայելի կողմից ցեղասպանության ընդունման եւ թուրքական անգամ բառապաշարի օգտագործումը։ Հետևաբար, ինչպես բժիշկը, եթե ունի հիվանդ, առաջին հերթին կանխում է մահացու զարգացումները հիվանդի մարմնի, եթե արնասությունն է դադարեցնում եւ այլն, ցեն կայունացնում է վիճակը, հատկապես կյանքին սպառնացող վիճակը, հետո անցնում է մյուսների բուժելու հերթով գնալով։ Նույնը քաղաքական գործիչ այդպես պիտի անի։ Մենք ունենք մի կողմում թուրքացման վտանգ, որը նշանակում է Հայաստանի շատ արագ եւ բացարձակ ստրկացում եւ ամեն ինչի կործանում, այդ թվում նաեւ արժեքային համակարգի։
Օրինակ նույն Սամվել Կարապետյանի պարագայում հաստատ այդ ասենք նույն հայ եկեղեցու եւ ազգային արժեքների նկատմամբ այդ հալածանքը չի լինի ի վերջո եւ այլն բայց այստեղ էլ եմ գրկնում շատ կարեւոր հանգամանքը նա է որ արևմուտքը ինքը մտնում է հարավային Կովկաս եւ իմ կարծիքով հիմա ինքը մտնում է ավելի շատ եւ մտնելու է Իսրայելի տեսքով եւ Իսրայելի միջոցով եւ այդ Իսրայելի քայլը հենց դրա նախանշանն էր հետեւաբար այդպես չի որ եթե որևէ մեկ օրինակ Սամվել Կարապետյանը ուզենա այսպես զուտ պրոռուսական գիստանի հանգիստ պիտի նայեն եւ դա թույլ տան ասենք տարբեր այդ թվում այսինքն Իսրայելը կամ Միացյալ Նահանգները հետեւաբար հաշվարկը շատ պարզ է մեր քաղաքական գծի ուզում եք ունենաք Հայաստան ուրեմն պիտի չթուրքացվի արդյոք լավագույն տարբերակն է այսօր համագործակցել որոշ ուժերի հետ լավագույնը չի բայց դա միակն է ցավոք սրտի որտեղ օրինակ բևերը չի կարողանում եկեք ընդունենք որ մենք չենք կարողանում մեր ուժը չի բավարարում մեր ֆինանսները չեն բավարարում դուք տեսաք ինչ ծախսեր են արել այդ մյուս կուսակցությունները դա դեռ բացահայտվածն է եւ ամբողջ այսպես ամբողջը չի խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին իրականության մեջ տասնյակ միլիոնավոր դոլարների չաշված հսկայական մարդուժը քարոզչական այդ մեքենան պետական մեքենան եւ այլն հիմա եթե մենք ոչ թե մտածում ենք մեր կուսակցության մասին, մեր կուսակցության վարկի մասին, մեր քվեների մասին, թե մեր մասին ինչ կասեն, այլ մենք մտածում ենք մեր հայրենիքի ապագայի մասին, ուրեմն պիտի անենք այն, ինչ որ այդ պահին, սա ուզում եմ հատկապես շեշտել, այդ պահին միակ լավագույն տարբերակն է, եղածներից լավագույնը, գուցե բացարձակ առումով լավը չի, բայց եղածներից էդ է, մինչև ոնց որ ասած կաունանա վիճակը տեսնենք ինչ է, որտեղ Հայաստանի թրկացումից հետո այլևս որևէ հետդարձ չի լինի։ Այո։ Շնորհակալություն։ Այսինքն, եթե Պուտինը առաջադրանք հանձնի, առաջադրանք տա Սամվել Կարապետյանին, որ Հայաստանը թրկացման ճանապարհով տար, ինքը չի կատարել այդ հրամանը։ Այո, ավելին ասեմ, Պուտինը նման հրաման չի տալու։ Պուտինը նման հրաման չի տալու, որտեղ ես իմ պատասխանի մեջ ասեցի, որ իրանք փորձելու են, իրենք չեն կարողանում պահել, բայց փորձելու են ձգձգել եւ փորձելու են, ոնց ասած, ավելի թանկ այդ ամբողջը ծախել։ Ռուսաստանին ձեռնատու չէ հզոր Հայաստան, ինքնիշխան Հայաստան, բնավ ձեռնատու չի, դեռևս 100 տարի առաջ, միքչել ավել, 1920 թվականին Ռուբեն Դարփինյանը մի շատ լավ գիրք տվեց, խորհուրդ կտամ մեր դիտողներին կարդա, ռուսական վտանգներ կոչվում։ Եվ նա ճիշտ այդ ժամանակ ասեց, այն ժամանակ, քանի դեռ մենք պետություն չունենք, եւ հանդես են գալիս որպես համայնք, կրոն, եկեղեցի, տնտեսություն Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ Ռուսաստանը մեզ միշտ օգնելու է։ Բայց հենց այն պահին, երբ որ մենք ուզում ենք ստեղծել իսկապես ինքնիշխան հզոր Հայաստան, Ռուսաստան դառնում է մեր թշնամին։ Իսկ Թուրքիան դա էլ չի ուզում, էս ամբողջ հարցը։ Եվ մենք տեսնում ենք, չէ, Նիկոլ Փաշինյանը այսօր իրականացնում է։ Հերթով գնանք։ Նիկոլ Փաշինյանը այսօր հենց քննարկում է այն հարցը, որպիսի մեր սփյուռք հայերին եւ արտասահմանաբնակ հայաստանցիներին զրկի իրենց սահմանադրական իրավունքից, որովհետեւ դա թուրքական պահանջն է։ Եվ ինչ եմ ասում թուրքական պահանջն է, որտեղ մենք տարիներ շարունակ լսել ենք, որ դա պահանջում են, մեղադրանքը, որ սփյուռքն է մեղավոր, պետք է սփյուռքի ոտը կտրեն Հայաստանից, եկեղեցին է մեղավոր, այսինքն երբ որ թուրքեր ինչ որ բաներ են պահանջել տարիներ շարունակ, իսկ ես գոնե 90-ականներից այդ բանակցությունների մեջ եղել եմ եւ հստակ գիտեմ դա, եւ այսօր Նիկոլը անում է, ուրեմն ես հասկանում եմ, որ դա նրանց պահանջն է, որտեւ ասում են նման զուգադիպություն չի լինում, որտեւ կարա մի հարցով զուգադիպի, բայց բոլոր հարցերով չի լինի։ Եկեղեցու դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի եւ այլն։ Դրա համար ելի եմ ասում, մեզ համար էս ամբողջի մեջ վատը հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է եւ դա էլ նաեւ ցանկությունն է արևմուտքի, հատկապես եվրոպացիների դիտարկել իսկ քաղաքականությունը իբր հակառուսական։ Օրինակ որ ասում են մարդիկ, այ կգա Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի փոխարեն, օրինակ։ Հիմա կարան ասեն Նիկոլ Փաշինյանը ինչով է ավելի արևմտամետ,
քան Սամվել Կարապետյանը։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը արել է եւ անում է բոլոր այն ինչ որ ուզել է Փաշինյանը ռուսները ուզել են։ Այո, տնտեսական կախվածությունը շատացրել է եւ ավելի շատ է ոնց որ ասած Պուտինի հետ հանդիպե խոսացե եւ այլն, քան որևէ մեկը մեր պատմության Այո, բոլորը միասին վերնա տարբեր հաշվարկներով 70-ից 80 անգամ։ Հիմա էլ արդեն չի էլ կարողանում հանդիպի, արդեն իջել է Միշինի մակարդակի։ Այսինքն այդ առումով։ Դրա համար հարցը հետևյալն է։ Քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ոչ թե ցանկալի արվեստն, այլ հնարավորի։ Դու անում ես ինչ հնարավոր է տվյալ պահին։ Ոչ թե որ եթե մեր ցանկության լիներ իհարկե մենք ուզենք մենք գայինք իշխանության, մենք շատ բաներ ունեինք փոխելու, մենք չէինք թողի որ վիճակը հասներ այս վիճակի, օրինակ կանադացիների հետ ու ճապոնացիների կկառուցեինք ատոմակայան, որի մասին շատ եմ խոսացել այդ կանդու ռեակտորով, եւ ռուսական գազի անջատումը մեզ համար սպառնալիք չէր լինի, որտեվ 1200 մեգավատ հզորությամբ ատոմակայանը մեզ կբավարարեր եւ ջեռուցման եւ արտադրության եւ ամեն ինչի համար, եւ հումքն կլներ տեղական։ Մենք որ ասում ենք որ մենք ճիշտ կանենք, շատերն ասում են տեսեք Նիկոլ Փաշինյանն էլ արևմուտք տանում։ Հենա ինչ եք դեմ։ Չէ, Նիկոլ Փաշինյանը արևմուտք չի տանում, Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում է արևմուտք տանելու գիծը, որտեվ այս ձմեռ հիմա ժողովրդին կթողի առանց ջեռուցման եւ ժողովուրդը սիրով կհամաձայնի, որպիսի ռուսական գազը փոխարինվի էլի ռուսական գազով, բայց ոչ թե Վրաստանի վրայով եկող, այլ Ադրբեջանի։ Եվ ուրեմն արևմուտքը կվարկաբեկվի, որովհետև կգան Վանդերլայն մյուսները կխոսան 18-30 միլիոն դոլար կտան, որը փող չի կարող բավարարվեն միլիարդների բան, այսինքն կասեն այս քաղաքականությունը կբերի նրան, որ կասեն, տեսակ, այս չէր ձեր արևմուտքը բան չարեց մեկ, հետո Հայաստանը ավելի կակցանվի առերես ադրբեջանա-թուրքական տնտեսական այդ ակցիանի մեջ, որի հետ համերաշխ Ռուսաստանը կաշխատի եւ խոսելով ինքնիշխանության մասին մենք կլինենք ավելի պակաս ինքնիշխան, ինչ այսօր ենք։ Այո։ Պարոն Պապյան, այդ դեպքում հիմա որ հապի կամ յադմեի շուկայից ենք խոսում, մենք կզրկենք այդ շուկայից, Ռուսաստանի կորսանման հետ այդ հապկը վերանալու է։ Հատումն վերանալու է։ Ասենք մենք դա կորցնում ենք։ Ինչպես խորհրդային որ քանդվեց, մենք որքան էլ ասենք, վայ մենք մնում ենք խորհրդային կազմի մեջ, եթե մի բան չկա, դու դա կազմի մեջ չես կարող մնալ։ Հիմա այսպես թե այդ շուկան չքանալու է։ Հիմա ասենք եթե հապ չեղավ, մենք Ղազախստան գնալու համար որ պայմանագիր չպետք է ընկենք արդեն Ղազախստանի հետ առանձին։ Եթե հապ անդամը նախին արդեն կդառնա հապ անդամ։ Կամ տեսակ այդ հապ անդամը ոչ Արցախում աշխատեց, ոչ Հայաստանում աշխատեց, ոչ էլ Ուկրաինայում, Ռուսաստանում աշխատում։ Այսինքն դա իրականում գոյություն ունեցող կառույց է։ Ժամանակն է, որ ասեք իսկապես մտածել արևմտյան արժեքների, ստանդարտների, որովհետև այդ ճար չկա։ Նամարվան եթե պետք է հյուսիս-հարավը գործի մեր երկրով պետք է անցնեն, մենք այդ արկերակի վրա ենք լինելու։ Այսինքն այդ հետո հետաքրքիր հաց է ռուսները որ ասենք հրաժարվում են իբր այդ մեր ջրից կոնյակից չգիտեմ գյուղմթերքից ասած այդ երկրում սով է դիրում ասենք հրաժարվեցին ինչ են ուտելու տարօրինակ է չէ ասենք իրենց մոտ խանութները դատարկվում են հայկական առանցքից հրաժարվում են դա նորմալ չի չէ Գիտեք մենք Ռուսաստանի սովետական միության տրամաբանությանը ծանոթ ենք Պարզ ասած, թքած ունեն այդ ժողովրդի վրա։ Ինքը ասում է, թող ես մի աչքով կուրանամ, Հայաստանը երկու աչքով կուրանա, որտեղ այո, իրանք կտուժեն, բայց Հայաստանը շատ ավելի է տուժելու, իրանք լավ են դա հասկանում։ Որովհետև եթե անցյալ տարի 97 միլիոն ծաղիկ է վաճառվել Ռուսաստանում, այսօր առայժմ դեռևս արտահանվել է Լիտվա եւ Ուկրաինա 15000 Պատկերացրեք 97 միլիոն եւ 15000 դրանք համատերու թվեր այո կարելի է արտահանել մի քանի կիլո էլ ծիրան նկարել 300 տոննա միտեղ 400 տոննա միտեղ սիրուն նկարվել մեր քննադատությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ այն չի որ ինքը ուզում է
ոնց որ ասած հապկիատը դուրս գալ դա մեր էս ծրագիրն է մերենա որ ինքը դրա համար քայլ չի արել 7-8 տարի լինելով իշխանության հենց այդ էինք ասում բա մենք ինչ էինք կանխատեսում որ Ռուսաստանը գնալու է դա էինք ասում չէ բան նույն ձևի ասում ենք որ Ռուսաստանը գնալու է եթե չեք ուզում մնաք թուրքական յաթարանի տակ ուրեմն պետք է արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնել ռազմաքաղաքական այդ թվում Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ եւ այլն որի համար մենք 21 թվից էսկոմ լոբիստական աշխատանքներ ենք տարել եւ այլն այս է հարցը ինչ է իրանք չգիտեն որ մի օր Ռուսաստանը փակելու է շուկան եթե դու ասում ես գնում ես արևմուտք փակելու է գազը փակելու է ամեն ինչ այսինքն հիմա պիտի բան անեն զբաղվեն այդ հարցով գիտեք Գերմանիայում ինչքան ես գիտեմ կա օրենք որը թույլ չի տալիս էներգետիկ աղբյուրները 17%-ից մի աղբյուրի մասնաբաժինը շատ լինի այսինքն չի կարող 17%-ից ավել լինի օրինակ համար գազը առնում ես Ռուսաստանից չգիտեմ այսինքն պիտի բազմազան լինի այո բազմազան պիտի լինի այսինքն դու պիտի ունենաս 7-8 արևային էներգիա ատոմային էներգիա գազ Ռուսաստանից հեղուկ գազ չգիտեմ Միացյալ Նահանգներից ի վերջո ամենափոքր բիզնես անողն էլ լավ գիտի որ դու չես կարող մի մատակարար ունենալ դու միշտ մի երկուս ունես ես մի ընկեր ունեի որը երկու մատակարար ուներ չէ 3 այն մեկից էժան էր առնում այն երկուսից քիչ էր առնում ու թանկ էր առնում բայց առնում էր ասում եմ բայց ինչի մեկից չես առնում ավելի էժան կար ասում հա կարամ բայց եթե հանկարծ այս մեկը վաղը ինչ չտվեց ես 0-ից չեմ կարող այդ կապերը ստեղծել թիմը ես կարող եմ մեծացնել այսինքն ես պահում եմ այդ գնորդ այդ ինչ որ խմբականակը որպեսզի այդ խողովակը միշտ ինձ համար բաց լինի հիմա բա երկիր եք ղեկավարում այդքան չէիք հասկանում ինչա լինելու բա մենք դրա համար խոսում ենք այդ նյութերը Նիկոլ Փաշինյանին ատոմականի նյութեր ենք փոխանցել երկաթուղուն բաներ ենք փոխանցել փաստաթղթեր անձամբ Նիկոլ Փաշինյանին ես եմ տվել իր գլխավոր խորհրդականի միջոցով հստակ նշելով որ պիտի որտեղ ինչ կառուցվի այդ Ֆիալետովը Վանաձոր 22 կիլոմետրը գազի մասին ենք տվել այդ նյութերը 18 թվականին դեռ որ պետքա վերսկսել թուրքմենական գազի ներմուծումը Իրանի վրա ինչ որ արել ենք այդ ամբողջը բա պետք էր անել ոչ բան չէր արվել, եկան կանգնեցինք նույն վիճակի առաջ, ինչ որ ասենք նույն զենքի մատակարարման արծներ, երբ որ 97% զենքը մենք առնում ենք Ռուսաստանից, հետո էլ պարզվեց, որ ասենք Ռուսաստանը ամենավճռական պահին մեզ չտվեց այն, ինչ որ մենք ուզում էինք, որովհետև պատերազմի ժամանակ հենց այս էր խնդիրը, ինչու արդեն մի շաբաթ հետո 10 օր եկա շտաբի պետն ասում էր կնքենք խաղաղություն որովհետև եթե դու անընդհատ մատակարարումներ չունես, ինչ պահեսներ էլ ուզում ես ունենաս, հատկապես այդ պահեսները չգիտեմ որ խելոքներն են, ես ինքս իմ աչքերով եմ տեսել Շուշիի մոտ, գնամ տենամ ինչ որ սայվրա կապույտ գույնի ներկաս, ինչ որ մի հատ շենք է տանիքը, ասում եմ ես ինչ, ասում են զինապահեսն է, ասում եմ վրան էլ մի հատ բան անեք, հատուկ դրոշ դնեք, որ իմանային, այս փոխանակ այդ սարերի մեջ, քարանձավների մեջ, այսինքն խնդիրը հետևյալն է Գիտեք, երբ որ ինձ դուք այսպես ասած ինձ եւ Բևերին գովում եք, շնորհակալություն իհարկե այդ խոսքերի համար, դուք հիմնական շեշտադրումը ինչ եք դնում։ Կանխատեսումների ճշգրտության վրա։ Կառավարել նշանակում է կանխատեսել։ Այս սա է ամենակարևոր բանը։ Այսինքն դու պիտի կարողանաս ճիշտ կանխատեսել ստրատեգիական առումով, հեռանկարային առումով եւ այն երկրները եւ այն ընկերություններն են մի շահում, որ կարող են ստրատեգիական կանխատեսումներ անել, ինչ է լինելու եւ ըստ դրա դու քայլեր պիտի ձեռնարկես, որովհետեւ տեսեք, չի կարող որևէ արտահանող այսօր, ծիրանի արտահանող, լոլիկի արտահանող երկու շաբաթում, երկու ամսում կարողանա ինչ-որ բաներ անի, գիտեք, նախապես պայմանագրերը արդեն ստորագրված են, ով պիտի անի, որևէ մի մեծ առևտրային ցանց չի թողում, չէ վերջորով, ինքը արդեն մի տարի առաջ, 2 տարի առաջ իր մատակարարների հետ պայմանագրերը Բայց կանխատեսման խնդիր է եւ մենք պատմության մեջ շատ գիտենք։ Իմ երիտասարդության տարիներին դուք էլ կհիշեք, կար Kodak
լուսանկարչական այդ հայտնի ապարատներ, ժապավեններ, գունակոդակ ամենալավներ։ Երբ որ Կոդակին առաջարկեցին, որ անցնի թվային դիջիտալ կամերաների, ինքը ասեց, ինչ ես ասում, ես այսքան ժապավեն եմ ծախում, սա իմ փրկությունն է, էսա փողա գալի, հիմար բաներ եք դուրս տալիս, ինչ։ Եվ ինչ Կոդակը սննկացավ, որտեվ ինքը չկարողացավ կանխատեսել, որ թվային տեխնոլոգիաները այդ շուկան առնելու է։ Նույնը Նապոլեոնի պարտությունը շատերը պայմանան նրանից, որ Նապոլեոնին առագաստանավերի փոխարեն առաջարկում էին ներքին արման շարժով նավեր, ինքը հրաժարվեց եւ արդեն ուզում ասեմ սա է։ Հիմա երկիրը կառավարել շատ պարզ է։ Այն առումով, որ դու պիտի ստեղծես այլ ռենտանքներ։ Նիկոլ Փաշին չի ստեղծել որևէ այլ ռենտանք եւ ժողովրդին գցումա փոթորիկի մեջ ասма բառացի մարդը ասեց գնացեք ձեր համար նոր շուկաներ գտեք։ Այն դեպքում, երբ որ ինքը առաջի քայլերից մեկը հիշեցնեմ, լուծարել է գյուղատնտեսության նախարարությունը։ Այսինքն երկիր, որի բնակչության մոտ 600,000 հոգին, այդ 1/3-ն առնվազն, ուղղակիորեն, անուղղակիորեն գյուղատնտեսության մեջ է։ Պարենային անվտանգությունը, որ խիստ կարևոր է, որտեղ մենք շրջափակման ենթակա երկիր ենք, ծով չունենք, եւ նաեւ բան ենք աշխատելու համար այդ բանը, առաջի բաներից մեկը ինչ է լուծարեց, Սփյուռքի նախարարությունը լուծարեց, գյուղատնտեսության նախարարությունը լուծարեց, էլի մի քանի տենց բաներ լուծարեց, մշակույթի նախարարությունը լուծարեց, բոլորը դա շատալի իր ծրագիրը։ Հետևաբար այսօր առաջտային խնդիրն է ազատվել, ցավոք սրտի չստացվեց, բայց մենք էլի ամեն դեպքում մենք մեր ազնվորեն մեր գիծը տանում ենք, ասում ենք, բայց եթե ժողովուրդը այդպես է նախընտրում կամ այդպես են կեղծում, արդեն այդ ուրիշ հարց է։ Այո։ Շնորհակալություն պարոն Պապյան, ես գտնում եմ ոչ թե Նիկոլը չի հասկացել, որ գյուղատնտեսությանը զարգ տա, որ նախորդ որ եթե պետությունը, ասենք Լուկաշենկոն գնում է մի այլ պետություն իր որոշակի տնտեսության ճյուղերի համար պայմանագրեր է կապում, որ իր բիզնես աշխարհը գնա այնտեղ, այսինքն դա պետության խնդիրն է։ Այս տպավորությունն է, որտեղ թե ինչ են խոսել, ասեց։ Դե ասեց խոսեցինք ու վերջ։ Երևի փորձում է Պուտինի հետ ինչ-որ կապի դուրս գալ միջուստինի միջոցով է փորձել ու մերժվել է, հա դուք այդպես եք պատկերացնում։ Չէ, իմ պատկերացածը հետևյալն է, իհարկե Պուտինը մի բան չի, բայց գիտեք, Պուտինը պակաս բռնապետ չի, քան Նիկոլը։ Ինչի՞ է կարծում, որ Նիկոլը բան ունի, ճակերտավոր ինքնասիրություն ունի եւ կարող ասի բռնեք նրանց իմ դեմ բաներ խոսացին, իսկ Պուտինը չունի այդ ինքնասիրությունը։ Հասկանեք, Պուտինը ինքը իրան համարում է, չգիտեմ, տեր ու տիրակալ է ամբողջի եւ ստեղ ինքը Նիկոլը կարողացել է անձնապես վիրավորել Պուտինին, անձնապես վերջի հանդիպման ժամանակ, երբ որ հիշում եք այդ բանը։ Հետևաբար հիմա էլ բանը ասում է Պուտինն էլ մտքի մեջ ասում է, դե հիմա ոնց որ ասած ձեռս է սնկե, հիմա ես քարցերը կլուծեմ։ Բայց այստեղ քաղաքական գործիչենս կարևորությունը նրանում է, որ ինքը պիտի կարողանա արժանապատվորեն ոչ թե իրականացնել քաղաքականություն եւ ոչ թե մեկ գցնի, մի մասին գցնում է Ալիևին ու Էրդողանին, այն Պուտինին էլ sense ինչ որ անհասկանալի է, գցնանքախառը հոխորտալից ինչ որ բաներ է ասում, էլի էս ամբողջի մեջ հասկանալի չի իր բանը։ Այս ամբողջի մեջ միակ բանը, որ պարզ է դառնում, հետևողականությունը նա է, որ իրան կառավարում են։ Իրեն կառավարում են, որտեվ տեսեք, ես ծաղկի օրինակն եմ բերում։ Հիմա անցյալ տարիներին մենք գիտենք, Ադրբեջանում ինտենսիվ կառուցվում էին ջերմոցներ հենց ծաղկի ոլորտում։ Ալիևը շատ խելոք աշխատում։ Այսինքն ինքը ուսումնասիրում է, որոնք են Հայաստանի արտահանման հիմնական ապրանքները, ստեղծում է դրանց զուգահեռ իր արտադրությունը, օրինակ ծաղիկի, հիմա այս քայլով
Քանի որ հայկական ծաղիկները դուրս են ներկվելու ռուսական շուկայից, ինքն Ալիևն է մտնելու ռուսական շուկայից ծաղիկներով, այդ 100 միլիոն ծաղիկի փոխարեն 200 միլիոն եւ ավելի էժան մտնելու է, եւ եթե վաղը հարաբերությունները Ռուսաստանի հետ վերականգնվեն Պուտինից ու Նիկոլից հետո, մենք այդ շուկան էլ չենք կարա վերցնենք մեր ցերը, ծաղկի շուկան, որտեվ ամբողջ բանջարենեղը մրգայինի շուկան արդեն իրանց ցերն էր։ Միակ շուկան, որ հայերի ձեռն էր, ծաղկի շուկան էր, բայրին չէին ծաղիկ աճեցնում, որտեվ ադրբեջանցիք ուրիշ բանի չէին թողում մտնել ուրիշ տեղ, իրանց ձեռն էր։ Հիմա այդ սիրուն այդ ծաղկի շուկան էլ մեջտեղից կհանեն։ Ու ես էլի չեմ բացառում, որ սա Ռուսաստանի որոշ շրջանակների, հիշեցնեմ, որ ծաղիկը առաջի հոդվածներից մեկն էր, որը արգելափակվեց։ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ, ինչպես Շայգուն են ասում, համատեղ օպերացիա է։ Բանանանելու հազարավոր մարդկանց սննկացնելու այդ ամբողջ ոլորտը ջախջախելու ես մենակ մի ոլորտի մասին եմ խոսում, այսպես գրեթե բոլոր ոլորտներն ա մենք տեսնում ենք այս ամբողջը։ Իսկ բանի ժամանակ, եթե իսկապես արևմուտքա ուզում տանել, կրկնում եմ, դա այդ ամբողջը նախապես պետք էր փաստաթղթավորել, միջպետական հենք ա պետք, ոչ մի մասնավոր անձ առանց միջպետական շրջանակային փաստաթղթերի չի կարող այդ բանը իրականացնի։ Եթե ուրիշ բան չասեմ, մեր բեռնատարների մեծ մասը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին իր հնության պատճառով, մի սխնի վրա ծանրության պատճառով, միլիոն տեսակ պահանջներ կա, էլ չեմ ասում վիզաների պատճառով։ 12,000 բեռնատար կա Հայաստանում, որ Ռուսաստան ապրանք է տանում բերում։ Հիմա այդ 12,000-ի, ասենք 5,000 վարորդի վիզաները ո՞նց են Եվրոմիություն վերցնելու, ով է տալու։ Եթե այդ հարցը դու չես կարգավորել նախապես։ Այ օրինակի համար ենթադրենք ես պայմանավորվել եմ, գնում եմ գյուղացիներից 1000 տոննա ծիրան եմ վերցնում, տանում եմ, ինձանց էլ առնող կա, Ֆրանսիա ծախելու։ Ինչով եմ տանելու։ Եթե այդ վիզաների հարցը լուծված չի վարորդների։ Դե էս ամբողջ հարցը։ Գիտեք, ինձ միշտ մի բանի օրինակ ալ, ասում եմ մարդիկ ովքեր որոշում ընդունեցին ցելոֆանե տոպրակները թղթի տոպրակներով փոխարինելու դեռ 23-ի հունվարի 1-ից պիտի փոխարինված լիներ, բայց դա չկարողացան անել, ավելին դա բերեց նրան, որ անվճար ցելոֆանի տոպրակը դառավ վճարովի, այս էլ իրանք նույն ձևի կառավարում են ամեն ասպարեզով, մի բան հայտարարում են, բայց արդյունքը ավելի վատ է լինում, քան նախկին վիճակը, այսօր էլ էտա, իբր թե ասում են մենք ուզում ենք Ռուսաստանից տնտեսապես մենք անկախանանք, որտեղ անկախության հիմքը տնտեսական անկախությունն է, չէ՞, 2.5 անգամ շատացել է մեր կախվածությունը տնտեսական Ռուսաստանից, այսինքն դիվերսիֆիկացիա կոչեցալ արտահանման ավելի կրճատվել է, 2000-ականների սկզբին մեր արտահանման առաջին ուղղությունը Եվրոմիությունն էր, Եվրոմիության երկրներն էին, այսօր Ռուսաստանն է, 2.5 անգամ ավելացել է, բա ոնց եղավ, նախկինները ռուսամետ էին, բայց ասենք նույն ՆԱՏՕ-ի հետ ավելի մեծ շրջանակով հարաբերություններ ունեին, օրինակ դասընթացներ, փոխանակում, բանել չեմ խոսում տնտեսականը, քան հիմա։ Բայց Նիկոլ Փաշինյանը մի մեծ առավելություն ունի։ Ինքը որպես դեղին մամուլի խմբագիր, ինքը շատ լավ է ճանաչում ժողովրդին, սովորական ժողովրդին, որ գիտես ժողովուրդը Պապյանը թվեր է դնում, որ տեսեք, որ թվին, որ երկրի հետ է մեր առևտուրն ինչքան նեղ է։ Ո՞վ է նայելու։ 3000, 4000, 5000 հոգի, այն 700,000 հոգին, որ ինքը ասում է իմ օգտին քվեարկել են, ու հաշվենք դրա կեսն են քվեարկել, կեսը Սարգովի է, այդ 300,000-ը չեն նայելու, այդ 300,000-ը լսել են Նիկոլին, որ ասում է լավ է լինելու, խաղաղություն է լինելու, 10,000 էլ ավելացրել եմ, բժշկությունն էլ անվճար է, դե հիմա թող գնան հիմա բուժվեն, փորձել են, ես օրինակ գնացի ուզում էի արյան անալիստա, մինչև էտել էի պարբերաբար, շատ ավելի վատ է։ Ես էլի վճարովի եմ տալի, պատրաստ էի վճարելու, բայց դա մի ահավոր բան է։
Այսինքն որովհետև այդ ծանրաբեռնվածությունը հաշվարկված չեն այդ կենտրոնները բժշկական, դա մի բանով չի, թղթի որոշումով չի։ Եվ հիմա Այո, տեսնենք, հիմա աստիճանաբար կրճատվում է նաև այդ։ Եվ ես վստահորեն կարամ ասեմ, մի քանի ամիս հետո վերադառնալ են նախկին վիճակ, ընտրություններն ավարտվեց, փոք չկա, թեման փակ է։ Այո։ այո։ Դա տեսնենք այս ընտրությունները ոնց են որովանալու, միանշանակ դա լինելու է։ Եվ հիշենք նաև, որ կոնյակի դեպքը հիշում եք, որ մեր կոնյակին գույն տված սպիրտ անվանեց, այսինքն ինքը հարվածեց մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկի կոնյակի արտադրությանը։ Դա նույնպես Ադրբեջանից թելադրվող, ես համոզված եմ, որ ասենք դիտմամբ է անում, ինքը հարվածում է։ Ոչ թե մեր տնտեսվարողների համար գնում է պայմանագրեր եք ընկնում տարբեր երկրներում, այլ մի բան էլ մեր հեղինակությունը կծվել ու մարդիկ հրաժարվեն կոնյակից էլ նրանց էլ Ինչպես է դե անցնենք տարածաշրջանային հարցերի քննարկմանը, պարոն Պապյան, Իսրայելին անդառնանք, ես այսպեսի մի հարց ունեմ, մինչև ցեղասպանության այդ ճանաչման հետ կապված, մինչև ցեղասպանության ճանաչումը մենք կարող ենք չէ ասել, որ ճանաչեց կառավարությունը Իսրայելի։ Միանշանակ, ոչ թե կառավարությունը, մենք կարող ասենք պետությունը ճանաչեց Իսրայելի։ Ասում ենք Քնեսետը չի ասա, Քնեսետը կապ չունի դրա հետ։ Քնեսետը լավ կլինի, որ ինքն էլ ընդունի, բայց արդեն պետության անունից արտաքին քաղաքականության մեջ հանդիս է գալի կառավարությունը։ Եվ Իսրայելը ունի 14 հիմնական օրենք, դրանցով դա կարգավորված է։ Այո։ Եա, շնորհակալություն։ Հիմա մինչև հայոց ցեղասպանության ճանաչումը մենք ամիսներ առաջ նկատեցինք, որ Իսրայելը հակաթուրքական կոալիցիա ձևավորեց Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Ճիշտ է։ Այո։ Մենք գիտենք, որ հակաթուրքական մի այլ կոալիցիա կա, որտեղ էլ նույն Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը, չէ՞։ Այս օրինակ հարց առաջանում։ Իհարկե դա ցեղասպանությունից առաջ կկառուցեց, հասկանում եմ քայլերով ուր է գնում։ Ինչու ինքը չմիացավ այդ հակաթուրքական կոալիցիային, որտեղ կար Ֆրանսիա, Եգիպտոս, նաև Հունաստան, Կիպրոս, ինքը նորը ստեղծեց։ Ինքը Եգիպտոսի հետ հասկացանք խնդիր, բայց Ֆրանսիայի հետ էլ խնդիր ունի, պարոն Պապյան։ Այս հարցը շատ հետաքրքիր է, որը իսկապես մեր հետ կարող է կապ ունենալ, էլի, այս հարցը ոնց կմեկնաբանեք։ Չէ, Ֆրանսիայի հետ խնդիր չունի, բայց Եգիպտոսի հետ խնդիր ունի։ Բառացիորեն 3-4 օր առաջ Նաթանյահին ելույթներից մեկի մեջ ասեց, որ մենք խնդիր չունենք, կարող ենք երկու ճակատով պատերազմել Եգիպտոսի եւ Թուրքիայի դեմ։ Ինքը խոսում էր պատերազմի մասին։ Այնպես որ գիտեք, այսպես է, մեկ շաբաթ անգամ շատ երկար ժամանակ է միջին արևելքում։ Այսինքն շաբաթը մեր վիճակը այնքան արագ կարող է փոխվի, երեկվա թշնամիները դառնան բարեկամ, բարեկամներ թշնամի, բայց քաղաքակրթական առումով, քանի որ քաղաքակրթական առումով, ասենք, հույները, Կիպրոս, Հունաստան, հայեր եւ այլն, իրար շատ ավելի մոտ են եւ ունեն լրջագույն ընդհանուր շահեր, այն ինչ որ ասում են գոյաբանական, էգզիստենցիալ շահեր։ Հետևաբար դրանք շատ ավելի կայուն են։ Եթե Իսրայելը իրավիճակային պայմանագրեր է ստորագրում, ինքը ունի նույն Սաուդյան Արաբիայի հետ ինչ որ բաներ է ստորագրել, միացել են, այսպես, բայց մի օր լավ են, մի օր վատ են, այդ բոլորն էլ Ամերիկայի ոնց որ ասած մահակից վախենալով են ինչ որ ցև իրար հետ լեզու գտնում եւ այլն, բայց իրավիճակը հենց փոխվեց, բոլոր մուսուլման երկրները հաստատ Իսրայելի հետ աշկովաշ չունեն մյուս քրիստոնյաների հետ։ Դրա համար Իսրայելը, ես դեռ տարիներ առաջ ես շատ եմ հետները շփվել եւ տարբեր տեղերում, իրենք շատ հետաքրքիր հայեցակարգեր ունեն։ Հայեցակարգերից մեկը հետեւյալն է, եւ իրանք կոչում էին, այսպես մտար, հերար անվտանգության, այսինքն բանն է, որ թշնամի պետությունների թիկունքում ունենալ բարեկամ պետություններ։ Օրինակ մասնավորապես իրանք այդ ժամանակ շատ լուրջ բան էին, Եթովպիայի հետ են հարաբերություններ զարգացնում, Եթովպիան որպես հենց Եգիպտոսի թիկունքային երկիր եւ այլն, այսինքն այդ ցևով եւ Աֆրիկա։ Հիմա դրա համար Հարավային Կովկասը եւ Հայաստանը այդ առումով շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է Իրանը իրենց համար։ Դրա համար հիմա իրանք ամեն ինչ անում են եւ այս պատերազմը դրան է ուղղված, որովհետեւ Իրանում իրականացնի իշխանափոխություն, որովհետեւ Իրանի նման երկիրը պիտի լինի
եթե ոչ դաշնակից գոնե չեզոք, հաջորդ պատերազմի ժամանակ։ Նույնն էլ վերաբերում է Հայաստանին։ Հայաստանը պիտի չլինի պրոթուրքական։ Իրանք լավ են, չէ՞ տեսնում, որ պրոթուրքական է։ Որովհետև Հայաստանը պետք է, Հայաստանը գուցե ռազմական, տնտեսական, քաղաքական առումով համատած մյուսների հետ թույլ է, բայց աշխարհագրորեն ինքն հատկապես այն որ Թուրանի միջանցքն են այսօր կոչում արդեն թուրքերը բացահայտել, Զանգեզուրի միջանցքը եւ այլն, այդ թե բանը, դա շատ կարեւոր է։ Եվ հետեւաբար Հայաստանի ուժեղ լինելը եւ թույլ չտալ թուրքերին ոտնատակ տալ Հայաստանին եւ կապվել, դա բխում է հрьяաների շահերից, Իսրայելի շահից։ Դրա համար իրանք դրան գնացին։ Հիմա ցեղասպանության ճանաչումը հիմա եղավ, որովհետեւ իմ կարծիքով արդեն հարաբերությունները անշրջելիորեն վատացել են։ Այսինքն, ասա ջուրն ընկած անձրևից չի վախենում։ Առաջ իրանք գիտեին, չէ՞, ոչ մեկ էլ չէր հերքում, որ ցեղասպանությունն եղել է։ Բայց ասում են դե չեն ճանաչում, որովհետև չենք ուզում հարաբերությունները փչացնենք եւ այլն։ Այսօր այդ հարաբերությունները փչացած են։ Հետևաբար բնականաբար իրանք կորցնելու բան չունեն եւ ընդհակառակը շահելու բան ունեն եւ իրանք շահեցին այն առումով, որ այս ընդունված ցեղասպանության որոշումով եւ հետագա եւ ամենակարևորը այնտեղ տողեր կան, որ վերաբերում է պայքար ժխտողականության, չգիտեմ, մերժման եւ այդ բաների դեմ։ Դուք ձեր ինձ ներկայացնելու մեջ հիշեցրեցիք Ուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին։ Հիշում եք, ես տարիներ շարունակ ասում էի, որ կգա ժամանակ, դա մենք չենք անելու, բայց կգա ժամանակ, որ ուրիշներն են վերցնելու այդ գործիքը եւ օգտագործելու են իրենց շահերի համար, իրենց պայքարի մեջ։ Հիմա ցեղասպանությունից հետո Իսրայելը օգտագործել է Ուիլսոնի իրավարար վճիռը եւ դրանով ինքը նաեւ լծակա ձեռք բերում Միացյալ Նահանգների վրա։ Եվ Սենատում ու Կոնգրեսում ինքը պահանջ է դնելու, որ դուք եղբայր բան եք ստորագրել ու կնքել եք, ինչի տեր չեք, այսինքն Իսրայելին պետք է լինելու Միացյալ Նահանգներին հանել Թուրքիայի դեմ, որտեղ Միացյալ Նահանգները այսպես կես-կես է իրավիճակը, էլի, այսինքն այնտեղ կան եւ պրոթուրքական ուժեր եւ հակաթուրքական ուժեր, եւ շատ կարեւոր է նոր գործիքներ մեջտեղ բերել։ Դրա համար այն ինչ որ արել է ազգային ժողովրդավարական բևեռը եւ ես տարիներ շարունակ սա շատ օգտակար է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Եվ եթե մարդիկ ասում են մեզ կօգտագործեն, հարցը հետևյալն է, ուրեմն դու ինչ որ մի բանի պետք ես, դու օգտակար ես, քեզ օգտագործում են այն դեպքում, երբ որ դու պետք ես։ Իսկ քեզ չեն օգտագործում, դու ոչ մեկի պետք ես։ Եվ այդ ոչ մեկ քեզ չի կարող ոնց որ ասած օգտագործի, եթե դու չես ուզում, եթե դա քո շահերին չի համապատասխանում։ Իսկ սա միանշանական բխում է մեր շահերից, որովհետև եթե ուրիշ բան չէ, երկու ակնհայտ արդեն դրական պահ լինում է։ Մեկը թուրք, կներեք, Ադրբեջանա իսրայելական հարաբերությունների մեջ որոշակի լարվածության եւ խզման առաջ եսա խորանալու է, հատկապես իրը բանը սկսել է դրա մասին Իսրայելը շատ ավելի խոսալ, անպայմանորեն, եւ եթե Իրանում իշխանապողություն եղավ, ընդհանրապես ահավոր վատանալու է այդ ամբողջը, որտեվ այլևս որպես ֆորպոստ պետք չի լինելու Ադրբեջանը Իսրայելին, գումարած նավթի հիմնական մատակարարը լինելու է ոչ թե Ադրբեջանը, այլ լինելու է Իրանը։ Դա այդ շատ ասենք կարևոր է եւ մյուսը նա է, այսինքն արդեն Թուրքիայի հարցով, որ իրանք կարողանան Թուրքիային հակակշռել եւ մեղադրանքներ ներկայացնել նաեւ իրավական փաթեթի առումով։ Այսինքն այդ որը բավականին, այսինքն թույլ է, իրանք բարոյական դաշտից կտանեն իրավական դաշտ։ Եվ ես վստահ եմ, որտեղ եւ նաեւ ծանոթ եմ այդ դաշտին, ասեմ, որ լավագույն միջազգային իրավանքի լավագույն մասնագետները ներառյալ Միացյալ Նահանգներում հрьяաներն են։ Ես շատերի հետ եմ հանդիպել, խոսացել, քննարկել ենք եւ իրենք ճիշտ է զարմանում էին, ասում են, բա եթե sense բան ունեք, ինչի չեք զբաղվում, դե ասում են, դա արդեն մի քիչ ուրիշ հարց է, իրենք կզբաղվեն։ Այնպես որ սպասեք առաջիկայում նոր հետաքրքիր զարգացումներ, էլի գալի ասենք, ուզենք թե չուզենք հայերս, այս ամբողջը մեջտեղ է գալիս։ Այո։ Պարոն Պապյան, մեր լոբիստական կազմակերպությունը Ամերիկայում հրեական լոբիստական կազմակերպություններից որոշակի հետ փորձել է կապի դուրս գալ, թե դա փակ չեք խոսում չէ թեման, կներեք։
ոնց կարող է Ամերիկայում լոբիզմով զբաղվել եւ շփումներ չունենալ հրեական կազմակերպությունների հետ, լոբիստական եւ այլն։ Ինքներդ ապրում եք Ամերիկայում, հասկանում եք, որ դա հնարավոր չի, որովհետեւ եթե դու դա անտեսում ես, դա նշանակում է դու ուղղակի խաղ ես անում, դա լուրջ չի։ Իհարկե շփումներ եղել են, տարբեր, ավելին ասեմ, մենք բացահայտեցինք մի լուսանկար, տպագրեցինք մեր լոբիստի հանդիպումը Իսրայելի արտաքին գործերի նախարարի հետ Վաշինգտոնում անցյալ տարվա հուլիսին մի տարի առաջ այն նույն մարդը որ առաջադրեց ցեղասպանության ճանաչում այդ հարցերը մենք իրան հետ տարիներ է քննարկում ենք այդպես չի նյութեր ենք տրամադրել գիտեք ես արդեն ունեցել եմ ասել մեր գործի մի զգալի մասը չի երևում բայց հսկայական քանակությամբ այդ փոքր թվով մի քանի հոգի մարդ ենք թե ինչ քանակությամբ նյութեր է տրամադրում գրում է տեղեկանքներ առաջարկներ գիտեք որովհետև շատ բաներ մեզ համար ակնհայտ են բայց չզբաղվող մարդու համար ակնհայտ չի եւ դա անում ենք այո այդ կապը կա ավելին ասեմ ցես մի հետաքրքիր մանրամասն ասեմ Իսրայելը ստեղծել է նոր բարձր պաշտոն կոչվում է քրիստոնյա աշխարհի հետ կապի պատասխանատու դեսպան արտակարգ եւ լիազոր դեսպանի մակարդակով եւ իրենք սկսելու են քրիստոնյա աշխարհի հետ իսկ քրիստոնյա աշխարհ ասելով նաեւ միջին արևելքի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների մասին ախոս դրանց հետ առանձին աշխատանք տանել դա այն ինչ որ ես տարիներ առաջ տասնամյակներ զբաղվել եմ արել եմ բայց ես դա արել եմ իմ նախաձեռնությամբ մասնավոր փողերով եւ շատ ավելի թույլ այսօր իրանք դա նույնը անելու են հզոր ձևով հզորագույն ձևով որտեվ հասկանում են որ դա լրջագույն գործիք է Թուրքիայի դեմ եւ մյուսների դեմ իրենք դա անելու են հետեւաբար այդ պարագային հայերին անտեսել չի լինի որտեվ հայերը միջին արևելքում ամենասպես հարգված ժողովուրդներից մեկն են եւ բոլորի հետ կապեր ունեցող այո Պարոն Պապյան գիտեք ինչ է հիշեցի այ դուք որ ասեցիք ինքը իր շնամի պետությունների թիկունքում կանգնած պետությունների հետ Իսրայելը բարի դրացիական հարաբերություններ է ասենք սահմանում ասենք հիմա հիշեցի Ադրբեջանը Թուրքիայի հետ շնամի Ադրբեջանի հետ կապեր ունի եւ հիշեցի մի երևույթ անցած տարի հիշում ենք որ այսպիսի մամուլում հաղորդագրություն անգամ տեսանյութ կար որ 50,000 զինյալներ Իսրայելը վարձկաններ Աֆղանստանում վարժեցել է եւ տեղափոխել Ադրբեջան որոնց աշխատավարձը Իսրայելն է վճարում դա մինչև Իրանի հետ պատերազմի սկսելն էր հա բոլորիս մոտ բան եղավ ասենք բերել եթե ցամաքային հարց լինի 50,000-ը ասենք Ադրբեջան տարածքից ասենք մտնի Պարսկաստան բայց ոնց տեսնում եք ամերիկան Պարսկաստանի խնդիրը ինքն է ուզում լուծի Իսրայելի միշտ ստացվում է հիմա այդ 50,000 վարկանը Ադրբեջանը ինչու է զբաղվել էլի այս ֆոնի արդեն հայոց ցեղասպանության ճանաչելուց հետո բայց ինչ է կարծում որ 50,000 վարձկան կա Ադրբեջանում դե ասեցին որ բերել են ասեցին հիմա ամեն ինչ էլ կարելի է ես էլ կարամ ասեմ 500,000 վարձկան էլ կա չէ նայեք 50,000-ը գիտեք դա ինչ թիվ է վարձկանները որ բերել են Սիրիայից որ բերել են 44 օրվա պատերազմի ժամանակ իդեպ ասեմ վարձկանները եղել են Սիրիայից են եղել Այդ որ շատ հայեր Սիրիա գովում են բանում, սիրիացիք են եղել, 1200 հոգի, անգամ այդ 1200 հոգին մեծ թիվ է, 50,000 վարձկան Ալիևը ապուշ չի բերի իր երկիրը, դնի օտար մարդիկ զենքով, 50,000-ը որ բերեց, իրանք տեղում հեղաշրջում կազմակերպեն, անգամ այդ 1200 հոգին որ բերել էին, որոնց մեջ այո կան նաև աֆղանցիներ, կան Սիրիայի ճանապարհով էին բոլորին բերել, այսինքն Թուրքիան օդանավով Սիրիայից տեղափոխել էր Դրանց մեծ մասին ադրբեջանցիք ոչնչացրեցին,
տեղում փողնել չտվեցին, որովհետև հասկացան, որ դա վտանգ է։ Ճիշտ է, մի քաղաքական կուսակցություն կար ընտրություններին հիշում եք, որը ասում էր բերենք 80,000 վարձկան աֆրիկացի բերենք Հայաստան եւ այլն, ասում էր բայ եղբայր 80,000 օտար մարդ, օտար զորք ես մցնում, քո ամրոցի ներսը դռները բացում ես, դու հետևանքների մասին մտածում ես, չէ, վարձկանները այդ առումով վտանգավոր, չէ։ Նայեք, ուրիշ ձև է աշխատում Իսրայելը։ Բերեմ օրինակ, Իրաքի քրդերի մեջ տարիներ շարունակ ինքը աշխատանք է տանում, այս գրքերից մեջ էլ կա, որ մանգամ գտնեմ, շատ տարկիր գիրք է, Իրաքի քրդերին ինքը համոզում է, որ իրանք ծագումով հրեա են։ Այն 12 ցեղախմբերը, որոնք 12-ից 10-ը կորել են եւ իրանք հրեան աշխատանքը տան, որտեւ իսկապես որոշակի ինչ որ մշակութային նույնություն կա, բայց այդ մշակութային նույնությունը բնական է, որովհետեւ հազարամյակներ շարունակ իրար կողքոքի ապրած ժողովուրդներ են, բան են, նախշեր, բայց ինքը աշխատանքը տանում։ Ինչի համար? Որովհետեւ հասկանում է, որ դա այն խմորն է, որից ինքը կարա թխի են ինչ որ ուզում է։ Հիմա մենք Ես որ մի երկու անգամ մենք գիտաժողով ենք զազաներին նվիրված, Թուրքիայի զազաներին նվիրված բանը 4-ից 5 միլիոն մարդ են Թունջելի, այսինքն Երզկայի շրջանում։ Հետները շատ մոտ եմ եղել, շատ աշխատանք եմ տարել, մինչև հայկը մեր սիրելի հայկական KGB-ն փակեց այդ սա գործերը, որտեվ իրանց պետք չէ, որտեվ այդ ռուսների միջոցով ադրբեջանցիները մերոնց վրա բան արեցին, ազդեցին եւ այլն։ Հիմա 5 միլիոն մարդ դու ունենաս, որոնք ատում են թուրքերին հայերից ավելի շատ, որոնք պատրաստ են եւ կռվում են առ այսօր զենքը ձեռներին, առ այսօր այդ Հայաստանից մեծ տարածք են վերահսկում Թուրքիայի ներսում եւ այլն բաները։ Բնական է իրանք ունենային մերես հնարավորությունները, գետնի վրա հնարավորությունները։ Իդեպ ասեմ, կա տեսություն, որ զազաները դրանք Պավլիկյան հայերի հետնորդներն են։ Առնվազն իրենք ասում են, իրանք մերեսին են ասել, երբ որ մենք գնացինք ցեղասպանության բանը, հուշարձանը բան, իրանք նախ ասել մենք հորեղբոր տղաներ ենք։ Մենք բան ենք եւ իրանք գիտեն իրենց հայկական ցանկ։ Այսինքն խնդիրը գիտեք որն է։ Իսրայելը բացի այն, որ ինքը ուժեղ բանակ է ստեղծել եւ ստեղծում է, ինքը նաեւ փափուկ ուժն է շատ ճիշտ կարողանում օգտագործել։ Այ ես դրա համար հիմա հույս ունեմ, որ մերոնք այդ բաներից շատ հեռու են, որ Թուրքիայի, քանի որ նայեք, եւ մենք եւ Իրան ձեռնատու է Թուրքիայի թուլացումը։ Ինչ էլ ով ուզում է խոսա, ես թուրքերի հետ խաղաղությունը կարամ համարեմ մենակ հնարավոր, եթե վերականգնում է հավասարակշռություն, ռազմաքաղաքական։ Իսկ Թուրքիայի հետ հավասարակշռություն ստեղծելու համար դու չես կարող այս վիճակում Թուրքիայի հետ հավասարակշռություն ստեղծես, երբ որ ինքը 80-90 միլիոնանոց երկիր է մեծ։ Ուրեմն միակ տարբերակը դա Թուրքիայի տրոհումն է։ Զազաների, քրդերի, մյուսների եւ այլն այդ ամբողջով։ Դա մենք չենք կարող անենք։ Դա կարողանի Իսրայելը, մենք դա չենք կարող անել, բայց մենք պետք է ոնց որ ասած կողքից խորհուրդներ տվողը լինենք, ուղղություն տվողը լինենք եւ համատեղ, այսինքն որոշակի ծրագրեր անենք։ Դա չի անելու պետությունը, դա կանեն ոչինչ, անհատ մարդիկ ու կազմակերպություններ, մինչև պետությունն էլ կհասկանա, որ դու չես կարող սիրաշահելով պետության անվտանգությունը կայուն ունենալ, որտեվ այսօր Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը խարսխված է սիրաշահելու վրա, բավարարենք նրանց պահանջները բոլոր, հիմա հերո չգնանք, մի ամիս առաջ արդեն հայտարարեցին, որ սահմանը հայ-թուրքական բացվելու է 2030 թվականին, ասում են հեսա բացվելու է, հիմա 30 թվականին, ու այդպես շարունակ, այո։ Դե դրանք հասկանում ենք, ինչ արած, ունենք այն ինչ որ ունենք, ժողովուրդը, չգիտեմ, քարոզ են անում, հիմա խելոք մնացեք, որ խաղաղություն լինի, արդեն ամեն ինչ, ամեն նախապայման արել են, մնացել է խելոք մնալը, պատկերացնում եք, այսինքն մանկապարտեզ երեխայի տեղ են դրել, ասում են, եթե ուզում եք խաղաղություն, պետք է խելոք մնալ, որ խաղաղ լինի, սա պետք է ասենք չափված մարդը վիրավորվի, հասկանում եք, չէ՞, այսինքն խելոք ինչ է շարժում խելոք մնալ էլի։ Եվ չէ, նաև շատ կարևոր մի բան կա, ազգերը մարդկանց նման հոգեբանություններ ունեն։ Եվ վայրի, բռի միջավայրում, ինչպես մարդկանց նույնպես ազգերի մեջ են, խելոք մնալը
խեղճություն է ընկալվում եւ ընդհակառակը գլխիդ են նստում։ Այդ խելոք մնալը խաղաղություն չի բերելու։ Ընդհակառակը ինքը պիտի հասկանա, որ ցեղասպանության հարցը որ էս բանն է, հայերի դեմ մի քայլ որ արվի, այս հայերը այսքան աղմուկ են հանել որպես ցեղասպանություն, այս նորից իրանց դեմ ալնել, ասենք վախենա իմիջային կորուստներից, վախենա իրենց նկատմամբ մցնելիք պատժամիջոցներից, իսկ եթե դու կարողանաս այնքան ռազմական հզորություն ունենաս, որ ինքը վախենա, որ դու չես կարող իրան հաղթել, բայց այնպիսի վնաս իրան կարող ես պատճառել, ինքը քեզ զսպես։ Հակառակ դեպքում մենք հենա տեսնում ենք, Ալիևը օր-օրի վրա ավելացնում է։ Օր-օրի վրա ավելացնում է պահանջները, Ալիևը մի կողմից է պահանջներն ավելացնում, թուրքերը մյուս կողմից են ավելացնում։ Ես կրկնում եմ, անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող տա այդ բոլոր ինչ որ ուզում է, որովհետև երբ որ ասում են Մասիս սարը հանեք ձեր խորհրդանիշներից, ասենք կնիկների մեջից, լոգոների մեջից, եւ դա հնարավոր է, դա կարող է պարտադրի, որտեղ մենք ունենք ոստիկանություն, որը անուղեղ է, կատարում է բոլոր հրամանները, դա սովետական միլիցիա ամենավատ տեսակն է, ուրիշ երկում տես բան չէին ան, ինքը սեփական երկիրը, սեփական ոտին է կրակում։ Եվ առաջի կոտորվողներ իրանք են նել, ոնց որ տարան Շուշիու կոտորեցին, հաջորդ պատերազմի ժամանակ այս տեսակը իրանց են կոտորելու, այն բոլոր նրանց այսօր ովքեր որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ասածս որն է, այդ կանը կարա Նիկոլ Փաշինյանն անի։ Կարա Հայաստանի գյուղատնտեսությունը քայքայի, Սփյուռքի հետ հարաբերել, այդ ամբողջը կարող է անի։ Բա 150 միլիարդ դոլար ոնց է տալու։ Պահանջը դրած է արդեն։ Պահանջը դրած է պաշտոնապես արդեն դրա մասին է 100 հազարավոր ադրբեջանցիներին Հայաստան բերելը ոնց է իրականացնելու, որովհետև այդ նրանք չեն գալու է խելոք ապրեն, դա հավերժական քաղաքացիական պատերազմ ալնելու, որովհետև իրենք հատուկ գալու են, հատուկ հրահարելու են բախումներ, որպիսի հայերի կյանքը անտանելի դարձնեն, որպիսի պատերվակ ստեղծվի միջամտելու եւ այլն։ Ասեն դա հնարավոր չի։ Եվ հա ես հասկանում եմ, որ իրենք կպան հանուն սեփական իշխանության պատրաստ է մատաղանել Հայաստանը։ Իրանք հաստատ իրանք ամեն ինչ պատրաստ են տալու, որ բայց խնդիրն այն է, որ անգամ այդ փոքր Թիզուկես երկիրը, որ սկզբից խոսում էին 10-12, եթե հիշում եք, մի քանի տարի առաջ խոսում էին, որ Հայաստանի տարածքը 10-12,000 քառակուսի կիլոմետր է, նո ադրբեջանցիք էին ասում։ Այսպես Բաթումի պայմանագրի հետ կապված, հա, երևի։ Հա, այդտեղ ինչ որ բաներ են ասում, որ Երևան, Սևան, Էջմիածին այդ Հայաստան մի քիչ Կոտայքից, մի քիչ Արարատի մարզից, մի քիչ Էսպանից, sense մի այդտեղ որպես լրիվ անկլավ Ադրբեջանի կազմում, բայց ինչ որ մի բան թողում էին, որ հայերը ոնց որ ասած խելոք նստեն, Նիկոլն էլ ձեռ էր տալի։ Նիկոլը պատրաստ է անգամ մարզպետի կարգավիճակով լինի, անգամ Երևան քաղաքապետության քաղաքապետի։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ Ալիևը անգամ դրան համաձայն չի։ Ինչու՞։ Ասում են ախորժակ ուտելից է բացվում։ Ինքը արդեն խոսում է, որ ամբողջն է իրանց, անգամ այդ 10,000 ինքը պատրաստ չի քեզ տալու։ Դե հա, Էջմիածինը արդեն իրանք ուչքիլիսա են, գրքեր են տպում ուչքիլիսա, 3 ուչքիլիսա, 3 եկեղեցի, այսինքն Հռիփսիմեն, Մայր տաճարը, Գանե տաճարը, 3 մերն է, մենք ենք ասма կառուցել, երբ որ մենք քրիստոնյա ենք, աղվան ենք, կառուցել ենք, իզես 18-րդ դարում բերեցին Հնդկաստանից եւ այստեղ տեղավորեցին, դուք մեզանից մեր եկեղեցիները վերցրել եք, վերջ։ Հիմա կատարյալ ապուշություն է իհարկե, բայց իր ժողովուրդը այդ թույնով ես հետևում եմ էլի մեկ-մեկ իրանց այդ սոցիալական դուք չեք պատի ինչ ատելություն կա, նման ատելություն նացիստական Գերմանիայում հрьяաների նկատմամբ չկար, ինչ որ այսօր ադրբեջանցիների մեջ հայերի նկատմամբ կա ատելություն խառնված մեծամտության ինքնագոհության հետ։ Այո։ Կփշրենք, իրենք դրա դառը պատումները կխավեն։ Ես չեմ պատկերացնում, որ մենք պետք է խոնարհ ու խելոք մնանք, որ իրենք էլ իրենց ավզգան։ Նիկոլը հավերժ է եւ ես հուսով եմ, որ հայ ժողովուրդը գտնի ինքը իրեն։ Նժդեհցնա ժողովուրդը չի կարող խեղճ լինել։ Պարոն Պապյան, անցանենք Իրան-Ամերիկա հարաբերություններին։ Կներեք, բայց այնպեսի մի տպավորություն է ստեղծվել, որ
Նիկոլա ինչ-որ օրինակ է դարել աշխարհի գերտերությունների ղեկավարները, բոլորը ստել է։ Ասենք ոսոր Նիկոլը չէ, ասենք պատար ժամանակ ասում են հաղթում ենք, վերջում պարզվեց պարտվեցիք, ասենք հիմա ասենք Պուտինն ասում են հաղթում ենք։ Այնտեղ վիճակը ծանր է երկրում, ասում են մենք հաղթում ենք, առաջ ենք գնում, կամ Թրամփ ասում է Իրանի նես եկենարին, իհարկե Իրանը ջախջախված է ռազմական առումով, բայց Իրանն էլ ցույց չի տալի, որ ինքը պարտվել է, այնտեղ էլ նրանք են ասում հաղթել ենք, այս բոլորը ես Նիկոլի տեղ եմ դել, ես ինչ հաշիվ է։ Այս ուր են գնում այսպես Իրանն ու Ամերիկան, կարող եք մի երկու բան ասել, հասկանանք, երբ այդ կողմից ամեն ինչ խաղաղվի։ Նայեք, Ամերիկան իր արժև դրած խնդիրները լուծել է։ Իսրայելը ոչ, Իսրայելը ավելի պահանջ ունի, եւ Իսրայելի պահանջը վերջնական իշխանափոխությունն է։ Մնացած հարցերը լուծված, այսինքն Իրանի ռազմաօդային ուժերը ոչնչացված են, Իրանի ռազմածովային ուժերը ոչնչացված են, Իրանի ղեկավարությունը ոչնչացված է, Իրանի միջուկային կարգախոս եւ այլն։ Միակ բանը, որ այսօր Իրանը կարողանում է իրականացնել, դա այսպես կոչված Հորմուզի նեղուցի շրջափակումն է։ Հիմա հարցը առաջանում, տեսեք ինչ մեծ հաջողություն է, շրջափակումը չի թողում բան լինի, նավթա տարերը ազատորեն գնան գալիս, վերջերս մի քանի օր առաջ սինգապուրական նավթատարի վրա հարձակվեց, դա էլ պատճառ եղավ ամերիկացիք մի քիչ խփեցին եւ այլն։ Բայց եկեք նայենք հարցերը, իսկ ով է շահում Հորմուզի նեղուցի փակվելուց։ Շահելը երկու պետություն, Ամերիկան եւ Իսրայելը։ Ամերիկան շահում այն առումով, որ նավթի գները բավականին բարձրացել են եւ ինքը ազատորեն կարողանում է լավ վաճառի վենեսուելական նավթը, եւ տուժում են 70-ից 80% այն նավթը, որը դուրս է գալի Հորմուզի նեղուցից, գնում է 4 պետություն. Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա եւ Ճապոնիա։ Այս 4 երկրից առնվազն 2-ը իր համար ամերիկան մրցակից ու թշնամի է անցալում Չինաստանը եւ Չինաստանը այսպես է, մնացածը ոչինչ, մեկը։ Ամեն դեպքում ոնց ասած տնտեսությունն է բանա։ Հիմա շահեց Իսրայելը, Իսրայելը ինչու՞մ շահեց։ Այսօր ինտենսիվ ձևով շինարարություն է գնում ցամաքային ճանապարհով նավթամուղերի կառուցումը Պարսից ծոցից Սաուդյան Արաբիայի վրայով, որտեղ դեպի Իսրայել եւ հիմնական Աշկելոնի վրա պիտի դուրս գա այդտեղ, այսինքն հիմնական նավթի արտահանումը արդեն պիտի լինի ոչ թե ծոցի միջոցով, այլ նավթամուղերով պիտի բերվի միջերկականցով, այնտեղից արդեն նավերը տանեն։ Այսինքն Իսրայելը դառնում է այդ նավթամուղի վերահսկողը, որտեղ բոլոր այդ միջերկականցով այո, որտեղ բոլոր այդ բանը դուրս են գալիս վան։ Հիմա այս ծրագիրը նորմալ ծրագիր չի։ Ես հիշեցնեմ ցես, ախր գիտեք ինչա, ցավը այն է, որ այսօր մարդիկ ոնց որ ասած բոլորը զբաղվում են քաղաքականությամբ, բայց քաղաքականությունը դա նույնպիսի մասնագիտություն է, այսինքն դու պետք է ժամանակ տրամադրես, զբաղվես եւ այլն։ Հիմա, եթե մարդիկ հիշեն կամ կարդացած լինեն, որ ինչու եղավ հոկտեմբեր 7-ը 23 թվականի, հիշում եք, որ Համասը արձակվեց Իսրայելի վրա, այդ 1200 հոգի կոտորեց, որ առ այսօր այդ պատճառով հարաբերություն վատ է, հետո այդ կռիվ մռիվ եւ այլն։ Ինչու էր դա եղավ։ Եվ ինչպես ստացվեց, որ շատ բարձ պատճառով, որտեղ դրանից մի ամիս առաջ Հնդկաստանում, Նյու Դելիում հանդիպել էին մեծ 20-յակը եւ պայմանագիր էին ստորագրել հենց այդ նավթամուղի կառուցման մասին, որը պիտի գնար, այսինքն Հնդկաստանից գալու էր նավերը եւ մյուսները եւ այդ ճանապարհները, եւ նավթամուղերը եւ նաեւ այլ բեռնափոխադրումներ, Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայել։ Եվ հիմա պետք է խաթարել այդ ամբողջը, այսինքն ոնց կարաս խաթարես։ Այսինքն պետք է բախում լիներ Համաս կամ արաբներ եւ հրյաներ եւ դա դադարեց այդ ծրագիրը։ Ով էր շահագրգռված այդ ծրագրի խաթարման գործում։ Շահագրգռված են շատերը։ Թուրքիան էր շահագրգռված, Համասին մեջտեղ բերեց, Ռուսաստանն էր շահագրգռված, այդ ամբողջը բերելուց եւ ժամանակահագին լուրեր կային, որ ռուսների մատը խառնա եւ ահագին երկրներ։ Հիմա
Այդ ծրագիրը չստացվեց։ Եվ վերակենդանացնել այդ ծրագիրը չէր ստացվում, որտեղ երկրն ասում են դե հիմա նավթա գալիս է բանից, էլի, նավով են բերում։ Ուրեմն պետք էր փակել Հորմուզի նեղուցը, որպեսզի մարդիկ ստիպված լինեն վերադառնալու նախկին ծրագրերը եւ ֆինանսավորել, որտեղ դա միլիարդավոր դոլարներ արժի։ Նույն հիմա Սաուդյան Արաբիայի մյուսն այդ միլիարդները փող չի կդնեն, բայց պետք էր շահագրգռություն ստեղծել։ Եվ շահագրգռությունը ստեղծվեց։ Հիմա Թրամփը ձգձգում է process-ը։ Որովհետև իրանք չեն ուզում Իրանի տրոհումը, ոչ մեկին պետք չի։ Իրանը պետք է ամբողջական եւ դաշնակից Իսրայելին։ Հիմա մի շաբաթ առաջ Մոսադը նոր ղեկավար ունեցավ Իսրայելում։ Մի, այսպես բելարուսական հրյա է, Գոֆման ազգանունով, նոր շատ պրոֆեսիոնալ, այսպես շատ փորձառու մարդն է, որը պաշտոնապես հայտարարեց, որ Թրամփի ծրագիրը եւ մյուս ծրագրերը ձեր բանակային ձախողվել է իշխանապողության առումով, մնացածները հաջողվել է։ Հետևաբար մենք ակտիվացնում ենք մենք ամբողջ ագենտուրան Իրանի մեջ եւ մեր նպատակն է իրականացնել իշխանապողություն։ Դա արդեն Մոսադի պաշտոնական, այսինքն պաշտոնամուտին արած հայտարարությունն է, առանց թաքցնելու։ Հիմա ինչու են հիմա է դա անում, որպեսզի ընտրություններից առաջ հոկտեմբեր 27-ին ընտրությունն է Իսրայելում, նոյեմբեր 3-ին խորհրդարանական ընտրություններ Միացյալ Նահանգներում։ Այո, Սենատ եւ Կոնգրես, այսինքն ներկայացուցիչների պալատ, Սենատի 1/3 եւ այլն։ Ուրեմն մինչեւ այդ պետքա ցույց տալ ինչ որ հաջողություն։ Հիմա բնականաբար նիկոլական ձիրքը կա, որտեղ այսօր կարևոր չի իրականությունն ինչ, այսօր կարևոր դենա ով ոնց է ներկայացնում։ Կարելի է ցանկացած պատմություններ ներկայացնել մեծ հաջողություն։ Դա այդտեղ չափազանցվել, բայց դրա մեջ ինչ որ ճշմարտության հատիկ իրանց պետք է։ Դրա համար հիմա այսքան երկար վարից է ձեր հարցի պատասխանը։ Իմ կանխատեսումը հետեւյալն է, որ մենք եւ դա ասի անգամ մինչեւ այս Մոսադի հայտարարությունը դեռ չգիտեի, բայց սպասում էի, որ լինելու է նման մի բան։ Առաջ, այսինքն այս ֆուտբոլը մի հատ ավարտի վերջանա, սրա խաթր մի քիչ իրան զուսպ են պահում, բան, մի քիչ հոգեբանական պահ կա, էլի։ Այս ամբողջի մեջ կա։ Հա, հետո ընդհանրապես վախում են, որ դա կարող է բերի որոշակի տերորիստական գործողությունների Ամերիկայի տարածքում, գիտեք, ամերիկացիք ինչքան են տերորիզմից վախենում։ Հա, այսինքն եւ հիմա արդեն վախ կա, որ անգամ վախենում են, որ կարող է Թրամփի հարազատների դեմ, օրինակ թորներ, բաների դեմ տերոր անի Իրանը, անգամ նման բաներ կա, ես լսել եմ այդ վերլուծությունը եւ լուրջ, այսինքն կասկածներ կա, որ այդ ուղղությամբ տարվում է աշխատանք։ Բայց ասես որն է։ Այս ֆուտբոլը կավարտվի, հաստատ այդ որ ասում են ստորագրենք, հետո 60 օր հետո, չգիտեմ, էս լինել, չի լինի այդ 60 օրը, չի լինելու այս խաղաղությունը։ Այսօր բառացիորեն այսօր Նաթանյահին խոսած 3-րդ պատերազմի մասին։ Ասած եթե պետք կլինի, մենք 3-րդ պատերազմը կսկսենք Իրանի դեմ եւ պետք է մենակ դա կանենք։ Հիմա շատ հնարավոր է Թրամփը մի քիչ հետ կանգնի, որտեվ ինքը պետք է մի քիչ խաղաղասեր երևա, որտեվ Ամերիկայում էլ գիտեք ինչ տրամադրություններ կա, չեն ուզում էլի, ինչպես գնացե հрьяաների համար այնտեղ բանանում կռում, այնինչ հрьяաների համար չի։ Ֆինանսապես ամենաշատ օգտվող այս կոնֆլիկտից եղել է Միացյալ Նահանգները։ Ճիշտ է, այդ Միացյալ Նահանգները ասած այնտեղ Թրամփը եւ իր շրջանակը շատ է օգտվել հիմնականում, բայց այնտեղ լիքը բաներ կա, ամեն պարագայում եւ այսօր Միացյալ Նահանգները դարձել են միջին արևելքում արդեն կամք թելադրող, որը շատ կարեւոր է։ Հետեւաբար ես կարծում եմ, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին այդ պատերազմը կսաստկանա, փորձ կարվի իշխանապողության եւ այդ ներսից այդ Մոսադը իր ներսից այդ աշխատանքը տանի, դրսից էլ իշխանապողություն իրականացնեն։ Եթե մինչեւ տարեվերջ եղավ իշխանապողություն, ապա դա արմատապես փոխելու է հարաբերությունները միջին արևելքում, այդ թվում նաեւ Հայաստանի ներպետական կյանքը։ Այն որ մենք ասում ենք Նիկոլը երկար չի մնալու, դա պայմանավորված չի ոչ այդքան ժողովրդի ներքին բաներով, այլ արտաքին պահանջարկով։ Արտաքին պահանջարկը ծնում է պահանջարկ ուժեղ ազգայնական Հայաստանի։ Դա է, երկիրը պետք ունենա առաքելություն։ Եթե քո առաքելությունը Ալիևի կոշիկներ մաքրելն է, դու որևէ մեկին պետք չես։ Ընդհակառակ քեզ պիտի տրվի առաքելություն,
քո իր շահերը պաշտպանելու եւ շահագրգռություն, որ մենք քեզ պատրաստ ենք տալու։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ եթե մինչև հիմա ոնց որ ասած արևմուտքի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում եւ Հայաստանի համար ընկալվում էր Թուրքիան, այդ ձև էին դեմ տալիս եւ Եվրոմիությունը այդ գծի վրա է կենում։ Ամերիկան այդ գծի վրա չի։ Ամերիկայի համար Իսրայելն է իր եւ արևմուտքի ներկայացուցիչը միջին արևելքում։ Եվ այսօր այո մրցակցային երկու ծրագիր կա Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ծրագիրը հաղթող կլինի, որտեղ ինքը գետնի վրա ունի այնպիսի դաշնակից, ինչպես Իսրայելն է։